Ուշադիր լսեք ինչ եմ ասում, շատ ուշադիր լսեք ինչ եմ ասում, ամեն մեկիդ տուն ու տեղին է վերաբերվում, ամեն մեկիդ ունեցվածքին կյանքին է վերաբերվում։ Հայաստանի Հանրապետության այս տարվա պետական բյուջեի սաղ եղած չեղած փողը 7 միլիարդ չի հասնում, ակնկալվող փողը մուտքը 7 միլիարդ չի հասնում, ծախսը արդեն գրած է 8 միլիարդի չափով։ Ինտերնետ ունեք, մտեք, ստուգեք ասածներս, այս ինչ է նշանակում, որ այս տարի ևս 1 միլիարդ 1000 միլիոն դոլար պարտք է վերցնելու, պոզի տղեն, 14 միլիարդ դոլար հասավ սրա 7 տարվա կառավարման ընթացքում Հայաստանի պետական պարտքը, 14 միլիարդ դոլար, այս նշանակում է, որ այս պոզի տղեն կնգա հետ միասին, չտեսի նման աշխարհը ֆռալով գրփում է ինչ կա չկա, առանձնատները որ ծնում թողում աստեղ ընդեղ տարբեր երկրներում, Սերժի հետ կիսվելով ու հենց դրա համար էլ եղած կոմպրոմատները չի հանում, չի ճապացնում, որ սա սիկտիր լինի մեր կյանքից ու մեր երկրից, ու այս նշանակում է, որ Հայաստանը արդեն ծախած է, այս նշանակում է, որ մեղրին արդեն չկա, այս նշանակում է, որ Արցախը ծախեց, որ այդ 5-6 միլիարդը լափի, հիմա Զանգեզուրն է ծախում, որ մնացածը լափի, 14 միլիարդ դոլար ոչ ոք չի կարողանալու երբեք փագի, ոչ մի հնարավորություն Հայաստանում չի լինելու, հələ մի հատ մտածեք ուր է գնացել այդ փողերը, այս բոլորի տղեն իրա թուլլեքի հետ միասին մսխեց ու մսխում է ոչ միայն հայկական գենոֆոնդը, հայ մարդկանց կյանքերը, այլև ծախում է Հայաստանը բարի բուն իմաստով քեշ փողով, 14 միլիարդ դոլար դառավ արտաքին պարտքը, այսինքն 6-ին 18 թվից գումարվեց ևս 8 միլիարդ, ուր է գնացել, բացի Աննայի սումկեքը, դրանց առանձնատները, Կանադայից բռնած Ամերիկայով պրծած տո մնացած տեղերն էլ հետը, ուր է գնացել, ով է սրա դիմաց բան տալու, սրա դիմաց տալու է ժողովուրդը, ինչա տալու, արդեն տվեց Արցախը, արդեն գրեթե տվեց Զանգեզուրը, մեղրին էլ չկա, շարունակաբար տալու է Հայաստանը, Հայաստանի Հանրապետությունը լուծարվելու է, եթե սենց գնաց, եթե ոչինչ չփոխվեց, Հայաստանի Հանրապետության մեջ ձեր տանները, տեղերը, մեքենաները, գարաժները, ունեցվածքները, բիզնեսները, այ կենթանացած հասարակություն զրոյանալու է, կորելու է, բարի բուն իմաստով, գոնե սրանից վախեցեք, չեք վախենում արժե համակարգ կորցնելուց, չեք վախենում ինքնություն կորցնելուց, չեք վախենում սեփական կյանք կորցնելուց, հարազատի ընտանիքի կյանք կորցնելուց, այսինքն անվտանգության սպառնալիքը հաշվի չեք առնում, վախեցեք գոնե ջեբերները դատարկելուց, գույք վեշ կորցնելուց, 30 քանի տարի սպանում էին կրթությունը, նսեմացնում, ոչնչացնում էին մանկավարժին, ազնիվ պարկեշտ աշխատողին ստեղծող ու արարող մարդուն հենց սրա համար, որ անասնացած հասարակությունը ուղղակի դեբիլացած վիճակով հանգիստ նստի ու սպասի, ոնց են քեշ նախ փողով ծախում իրանց։